Ամառային 10-օրյա հանգիստը Վանաձորի գեղատեսիլ բնության գրկում շատ գյումրեցի երեխաների համար անիրագործելի երազանք է, սակայն ընտանիք կենտրոնի եւ Կալիֆոռնիայում գործող Արա բարեգործական կազմակերպության շնորհիվ օգոստոսի 1-ից 10-ը հնարավոր եղավ 120 երեխայի պարգևել հեքիաթային ակնթարթներ։ Կենտրոնը տարիներ շարունակ կազմակերպում է սոցիալապես անապահով եւ ծնողազուրկ ընտանիքների երեխաների համար ամառային ճամբար, կարողացել է աչալուրջ աշխատանքի արդյունքում ձեռք բերել շատերի վստահությունը։ Ես անցած տարի առաջի անգամ եմ ուղարկել, ունեցել եմ մի քիչ նաև ինքնամփոփ երեխաներ, հատկապես տղաս, դե պարզ է, հայրը չկա իրանց ու շատ ինքնամփոփ են եղել, բայց ուղարկելուց հետո ես շատ գոհ եմ, փոխվել են, հատկապես տղաս։ Իսկ անվտանգության համար չափից դուրս եմ վստահում, ընդհանրապես կյանքում էլ, ընտանիքում էլ խստություն է, որտեղ խստություն կա, կարգ ու կանոն կա, այդտեղ կարելի է եւ վստահել եւ ապահով ուղարկել թեկուզ երեխայիդ։ Ես որպես ծնող հանձնում եմ իմ երեխային երկրորդ ծնողի։ Շատ շնորհակալություն եմ հայտնում, պայմաններից էլ շատ գոհ եմ։ Իմ երեխաները եկել եւ պատմում են, թե այնտեղ ինչպես են նայել իրենց, ոնց են կերակրել, ամեն ինչ տեղը տեղին։ Ես սրանք ոչ թե բառեր են, այլ իրոք դիպուկ խոսքեր։ Միակ կազմակերպությունն է, որ մայրիկս վստահում եւ ուղարկում է ինձ, եւ նաեւ ես շնորհակալ եմ իմ երկնարիքից եւ ընկեր Արտուրից, որ այս հնարավորությունը տվել են մեզ։ Իրոք որ երեխաների համար այստեղ ամեն ինչ է ապահովված, սկսած կենցաղային անհրաժեշտության պայմաններից մինչև բազմաբովանդակառոյայի կազմակերպումը։ Արբանյակ ճամբարը տիեզերքի այս գողտրիկ անկյունը առանձնանում է իր հետաքրքիր կենսակերպով։ Կազմակերպվում են միջոցառումներ, որոնք նպաստում են երեխաների բարոյական եւ հոգեվոր դաստիարակությանը։ Աստվածաշնչյան ընթերցումները, պատվիրանների եւ Աստծո ճշմարտության քարոզները մեստեղ են գրավում երեխաների առօրյայում։ Երանի նրանց, ովքեր փալածվում են աշտարության համար, որովհետեւ նրանցն է երկնքի աշտարությունը։ Արբանյակում երեխաները տխրելու եւ ձանձրանալու առիթ երբևէ չեն ունենում։ Կազմակերպված սպորտային մրցումները ջոկատների միջև, ձեռքի աշխատանքները բնական նյութերով, արշավներն ու էքսկուրսիաները ճամբարականների համար անմոռանալի հուշեր են դառնում։ Թեկուզ այս դիմակները ամբողջ կյանքի ընթացքում կհիշեցնեն Արբանյակ ճամբարի 10-օրյա հանգստի մասին։ Ինչպես կարելի է մոռանալ նաեւ ճամբարային միջոցառումը, որտեղ յուրաքանչյուր ջոկատ յուրովի է դրսևորում իրեն։ Տպավորությունները շատ լավ է, շատ լավ հուշեր կարող եմ տանել եւ պատմել ընկերներիս։ Մտերմությունը ոչ միայն երեխաների, այլև խմբի ղեկավարների միջև է դրսևորվում։ Հատկապես նշանակալից պահ է համարվում վերջին գիշերվա խարույկը, այս տարի անակնկալ էր հրավառությունը։ Արբանյակ ճամբարում դերևս ամենատխուր պահը առավոտյան հրաժեշտն է, կրկախառնություն արցունքոտ աչքերով։ Օգտվելով առիթից ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել մեր երեխաների, նաև ծնողների անունից Արա կազմակերպությանը, Կալիֆոռնիայի մեր բոլոր բարերարներին, ում շնորհիվ իրականացվեց այս գեղեցիկ ծրագիրը։ Իհարկե ցանկացողների թիվը շատ էր երեխաների, բայց մենք փորձեցինք ընտրել ամենակարիքավորներին, ում որ անհրաժեշտ էր այս ծրագիրը։ Ուզում եմ շեշտել, որ երեխաները այս օրերի ընթացքում կդրվում են իրենց առօրյա հոգսերից, կդրվում են Գյումրի քաղաքի ամառային փոշուց։ Մենք փորձում ենք այստեղ քիչ օրերի ընթացքում երեխաներին դաստիարակել, կրթել։ Ոմանց համար տխուր պահը մյուսների համար ուրախալի դարձավ։ Խոսքը վերաբերում է երկրորդ խմբին, որը օգոստոսի 18-ից 25-ը հյուրընկալվեց ճամբարում։ Այս նախաձեռնությունը բացառիկ է։ Առաջին անգամ կազմակերպվել էր հաշմանդամ երեխաների մեկ շաբաթյա հանգիստ, իրենց ծնողների, նաև կամավորների ուղեկցությամբ։ Որպես նախադեպի ունեցող կարևորում եմ
հատուկ կարիքներ ունեցող երեխաների ամառային հանգստի ծրագիրը։ Ծրագրում ընդգրկված երեխաները ոչ միայն հաշմանդամ են, այլ նաև սոցիալապես ծանր վիճակում են գտնվում։ Նրանք տարիներ շարունակ ապրում են ժամանակավոր կացարաններում, ծնողները չունեն աշխատանք, իսկ երեխաները կարիք ունեն մշտական բժշկական ծառայությունների և դեղորայքի։ Ծրագրում երեխաներից բացի ընդգրկված էին նրանց ծնողներից մեկը և երիտասարդ կամավոր աշխատակիցներ։ Յուրաքանչյուր երեխային գծված էր մեկ կամավոր։ Երիտասարդներ իրենք կրթվեցին, դաստիարակվեցին և համոզված եմ, որ ծրագրի ավարտից հետո նրանք կարող են հասարակությանը ներկայացնել հիվանդ երեխաների կարիքները և ընդհանրապես հասարակության մեջ այն տպավորությունները, որ ունեն հիվանդ երեխաների և ընդհանրապես հաշմանդամ մարդկանց նկատմամբ փարատեն։ Ծնողի ներկայությունը ծրագրում պարտադիր էր, քանի որ միայն ծնողն է, որ գիտի իր երեխայի հատուկ խնամքի մանրամասները։ Մյուս կողմից շատ կարևոր էր ծնողի մասնակցությունը, քանի որ նրանք միշտ տանն են, միայնակ և երեխայի խնամքով տարված։ Ճամբարի 7-օրյա ծրագրի ընթացքում նրանք կդրվեցին իրենց առօրյա հոգսերից, կարողացան առնչվել մյուս ծնողների հետ, միմյանց հետ փորձի փոխանակում զրույցներ տեղի ունեցավ և ամենակարևորը հոգեբանորեն նրանք զգացին, որ իրենք միայնակ չեն իրենց ցավի հետ, որ իրենց երեխաները նույնպես ուշադրության կենտրոնում են շատ մարդկանց։ Ուզում եմ իմ երախտիկի խոսքը հղել Արա բարեսիրական կազմակերպությանը, որի ծրագրի շնորհիվ մեր երեխաներին ուղարկեցին այդ վերականգնողական ճամբարը, որտեղ իմ երեխան իրեն շատ լավ զգաց, որը իր համար առաջի ճամբարն էր և ես նույնպես լավ զգացի, որտեղ շփվեցի իմ նման ծնողների հետ, որ մեր ցավը նույնն էր և ես ինձ երևի մենակ չէի զգում, որովհետև հեչ դուրս չէ եկել տանից և զգացի, որ մենակ ես չեմ, բոլորն էլ ինձ նման են և երևի այդ ճամբարից հետո ես ինձ ավելի լավ եմ զգում։ Չնայած երկրորդ խմբում ընդգրկված էին սահմանափակ կարողություններով երեխաներ, սակայն նախորդ ճամբարի համեմատ էական փոփոխություններ չկային։ Կազմակերպիչները և կամավորներն ամեն ջան գործադրում էին հասարակությունից մեկուսացված այս խմբի համար հետաքրքիր և լեցուն առօրյա ապահովելու։ Ծրագրի մեջ ամենաերջանիկ իրենց զգում էին երեխաները, որ շրջապատված էին սիրով, շրջապատված էին ուշադրությամբ։ Եվ այն ժամերին, երբ նրանք զբաղված էին կամավորների հետ, կամավորները նրանց համար կազմակերպում էին համատեղ խաղեր, միջոցառումներ, նրանք երեխաները փորձում էին իրենց տարրական գիտելիքները ցուցադրել կամ իրենց սահմանափակ հնարավորություններով մասնակցել, նույնիսկ փորձում էին ընկերություն անել մեկը մյուսի հետ։ Կարող եմ ասեմ, որ նաև չխոսող երեխաները փորձում էին խոսել, ինչ-որ բառեր արտասանել, մասնագիծ լինել և քաղցրիկյան հրայրը, որ 11 տարեկան էր և ոչ մի բառ մինչ այդ չէր խոսել, ճամբարում սկսեց արտասանել իմաստավոր բառեր իհարկե մի քանի, որը կարելի է հրաշք համարել։ Իր մոտ ամեն ինչ փոխվել է 7 օրվա ընթացքում, երևի 10 տարվա մեջ ես այդքան բան չէի տեսել, ինչքան որ այդ 7 օրվա մեջ տեսա։ Իմ երեխան հիմա ուզում է բառեր արտասանել, անընդհատ այդ հիշողությունների մեջ է, անընդհատ ուզում է այդ ճամբարը գնալ, այդ երեխաներին տեսնել, արդեն ինչ-որ ընկերներ է ձեռք բերել։ Ու ես կաշխատեմ իմ կապը պաշտպանել այդ երեխաների հետ, կազմակերպության հետ, պարոն Արտուրի հետ։ Մտածում եմ, որ այդ ծրագրի անհրաժեշտությունը կա և ոչ միայն ամառային հանգստի ժամանակ, այլ նաև տարվա ընթացքում պետք է կազմակերպել ծնողների համար հանդիպումներ, սեմինարներ, երեխաներին մասնագիծ դարձնել միջոցառումների, այսինքն պետք է երեխաներին և ծնողներին տանից դուրս բերել և ընտելացնել շրջապատին, որպեսզի շրջապատն էլ երեխաներին ընդունի։ Ընտանիք կենտրոնը բազմամյա փորձ ունի երեխաների հետ աշխատանքում։ Սկզբունքային մոտեցում է եղել ի սկզբանե, երբեք մենակ չթողնել այն երեխաներին, ովքեր անօգնական են, կյանքի խաչմերուկում են հայտնվել, աջակիցների և մխիթարողների կարիք ունեն։ Առավել լուրն է դառնում աշխատանքը, երբ բարի գործ կատարողներին սատար կանգնողներ ևս գտնվում են։ Ուզում եմ իմ շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնել
եւ աշխատակիցներին ճամբարի եւ երիտասարդ կամավորներին եւ իհարկե ամենից առաջ Արա կազմակերպությանը, որի անդամներ իրենց նվիրել են հայ մանուկների կրթմանը, դաստիարակմանը եւ այլ խնդիրների լուծմանը։ Թող Աստված պահապան լինի կազմակերպության անդամներին եւ նրանց ընտանիքներին։